Ըստ էության եւ վարչական վարույթի լսումները եւ դատական գործընթացը համարյա ամբողջությամբ ուղիղ եթերով բավականին շատ ԶԼՄ-ներով տարածվել է։ Վարչական դատարանում բողոքարկել ենք ՀԾԿՀ որոշումը, որով որոշվել էր հեծի լիցենզիայի ձրկել, բաշխի ցանցերի լիցենզիայի ձրկել, համապատասխանաբար, եթե հիշեցման կարգով, 7 հատ կետ էր դրված լիցենզիայի ձրկելու համար, սա մեկ Ամերիկայում կեսկատակ ասում են 2 հատ սմահ են տվել 3 հատ չգիտեմ ինչ, ՀԾԿՀ-ն որոշել էր 7 առանձին հիմքերով ձրկել լիցենզիայից։ Դատարանում քննարկել ենք բոլոր 7-ը, ընդ որում 6-ը առանձին հիմքեր են, 7-րդը 8 կետից բաղկացած հիմք է։ Եվ դատական նիստերը բավականին ինտենսիվ են եղել եւ վերջին դատական նիստը ավարտվել է առավոտյան ժամը 3-ից քանից, այսինքն ամբողջ գիշեր վերջին նիստը 13 ժամ է տևել, ընդ որում ոնց որ դրա նախորդ օրը շաբաթ կիրակի ունեցել ենք նիստ եւ նիստերի ժամանակ հնարավորություն ենք ունեցել քննարկել ապացույցները։ Ովքեր դիտել են դատական նիստերը կտեսնեին, որ այն հիմնական փուլը, դատաքննությունը, որտեղ ապացույցների հետազոտում պետք է տեղի ունենա եւ ակնկալվում էր, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է շատ հստակացի, այս խախտումը հաստատվում է այս ապացույցով, դրան պատրաստ չէր եւ ամեն անգամ ամեն հարցի քննարկելուց բավականին երկար ապացույցներն էին նայում, փորձում էին ասեն, որ փաստաթուղթը որի հետ համադրենք եւ արդյունքում ակնհայտ էր, որ հանգամանքները չեն հաստատվում։ Դες բոլորին տպած վերել եմ դատական ակտի համառոտագիրը։ Հիմա կբացատրեմ ոնց ենք դա կազմել։ Ըստ էության դատական ակտը հրապարակային առկա է, ցանկացած մարդ կարող է մտնել ի ադմինիստրատիվով պոիսկ տալ, բայց նաեւ կարճ տարբերակը առցանց կա, կարող եք այնտեղից ներբեռնել, հղումը կա, Bitly-ով, կարճ անունով։ Դատարանը ինչ եմ արել, ընդամենը գրել եմ խախտումը, արձանագրումը, խախտումը, արձանագրումը, խախտումը, արձանագրումը, այսինքն դատարանը ինչ է արձանագրել։ Սկսեմ ամենավերջին կետից, հետո դատարանը առաջին, երկրորդ, երրորդ կետերը համարել է չհիմնավորված եւ 7-րդ կետը համարել է չհիմնավորված։ Ուժի մեջ է թողել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը, 6-1 կոչվածը, որը առանձին կետ է։ 5-6-ը վերաբերվում են երաշխավորություններին, շատ հակեր դրան կանդրադառնամ, նույն բանի մասին է, եւ 5-ը եւ 6-ի մեկը վերաբերվում են նույն գործողությանը, հեծի կողմից ենթադրաբար երաշխավորություններ տրամադրելուն, 4-րդը վերաբերվում է հեծի կողմից ՀԾԿՀ-ին տեղեկատվություն տրամադրելու, սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն։ Հիշեցման կարգով, առաջին կետով արձանագրել էին ՀԾԿՀ-ում, որ ԲՀ համակարգը, այսինքն այն համակարգը, որ 30 րոպե կտրվածքով տեղեկատվություն պետք է պահի, ընդ որում եթե կհիշեք, բավականին շատ քննարկում եղավ տեղեկատվությունը ամբողջությամբ կորվել, ոչ ամբողջությամբ կորել, այդտեղ եթե ճիշտ եմ հիշում, ՀԿ-ների մի մասը պարզաբանեցին, հետո մի հատ էլ պարզաբանեցին, փաստը այն էր, որ արձանագրել են, որ կորել է։ Մենք եւ նիստի ժամանակ հանձնաժողովում եւ դատարանում ասում ենք դա տենց չի էլի, որ նայեցի չկա։ Դա ենթադրում է որոշակի փորձագիտական process, պետքա պարզել կորել է, չի կորել, ինչի է կորել, ինչի չենք տեսնում։ Եթե կհիշեք, նիստի ժամանակ ՀԾԿՀ-ում ասեցին, դե մենք երեկոյան նորից բացեցինք, նայեցինք, չեն գտել այդ տվյալները, ուրեմն այդ տվյալները կորել են։ Ընդ որում դրանից պատմեցին շատ դրամատիկ, որ մեր բոլորի մասին տեղեկությունները մի կոճակի սեղմումով մի գիշերում անհետացել են անվերադարձ, դա գրված է ակտի մեջ, անվերադարձ, որ դա հնարավոր չի վերականգնել, դատարանի կողմից արձանագրել է, որ հետևաբար դատարանը գալիս է այն եզրահանգման, որ որոշման առաջին կետով արձանագրված իրավախախտումը ապացուցված չէ բավարար եւ պատշաճ ապացույցներով։ Ընդ որում, եթե տեքստը կարդաք, կտեսնեք, որ ասում է փաստը ներկայացվել է որպես դիտարկման արդյունք, այսինքն վարչական մարմնի սեփական ընկալում։ Չկա որևէ արտաքին կամ անկախ աղբյուր, օրինակ տեխնիկական փորձաքննություն կամ աուդիտ, որը կհաստատի, որ տվյալները իսկապես չեն գրանցվել, ջնջվել է ճակատներով անշված, ավելին նիստի ժամանակ որ ասեցինք, լավ, սերվերում փորձել եք նայեք, ասեցին չէ։ Մենք ուղղակի ծրագիրը բացել ենք, չկար, համարեցինք, որ չկա, ջնջվել է ու դրա համար զրկել ենք լիցենզիայից։ Եթե լիներ տուգանք, եթե լիներ այլ պատասխանատվություն, կասենք լավ, ինչ որ միջամտության ավելի մեղմ տարբերակ, բայց կրկնում եմ, չպարզելով զրկվել է լիցենզիայից։ Երկրորդ կետը դա ամենաքաղաքականապես շարժ կետներ են, որ մտել են բոլորի գրպանները, հավելագրումների մասին էր խոսքը գնում, բազմաթիվ միլիոնավոր բաժանորդների մասին էր խոսքը գնում, երբ որ հեծը ընդհանուր առմամբ ունի 1,80,000 բաժանորդ, այսինքն 1 միլիոն կարանք ասենք, միլիոնավոր ամեն դեպքում չի կարող լինի, բայց այդ ձևակերպումներով տենց հրապարակումներ եղան, հետո
տարբեր քննարկումներ եղավ, դատարանն ընդամենը արձանագրել է հետևյալը. Այս պայմաններում ներկայացված թվային տվյալները թեև կարող են վկայել առանձին խախտումների առկայության մասին, չեն կարող ինքնին բավարար հիմք հանդիսանալ դրանց համակարգված բնույթը հաստատելու համար, քանի որ առանց հարաբերակցական գնահատման հնարավոր չէ եզրակացնել, թե արձանագրված դեպքերը կրում են զանգվածային եւ կրկնվող բնույթ, թե ունեն բացառիկ կամ դրվագային բնույթ։ Հետևաբար վարչական մարմնի կողմից համակարգված խախտումների վերաբերյալ արված եզրահանգումը չի ապահովում բավարար հիմքերով, միջև էլ արձանագրել էր, որ նշված ընդհանուր ցուցանիշից չի բխում, թե կոնկրետ որ ժամանակահատվածում որ հաշվիչների կամ որ անձանց գործողությունների արդյունքում է ձևավորված տարբերությունը։ Սա զուտ հիշեցնելու համար ասեմ, որ նիստի ժամանակ, որ ասում ենք, որ ապացույց, ինչ որ ապացույց էին մատնանշում, ասում են, այ այս ցուցանիշները, տեսեք, ինչ որ մեկի հաշվիչի ցուցանիշներն այստեղ սխալ է լրացված։ Ասում ենք, կարանք բացենք, բացում ենք, տեսնում ենք, ճիշտը սխալը դժվար է գնահատել, բայց տեսնում ենք, ապրիլը կա, մայիսը մի քիչ աճել է, հունիսը մի քիչ էլ աճել, հուլիսը մի քիչ էլ աճել, օգոստոսը նույն թիվն է, սեպտեմբերը նույն թիվն է, հետո մեկ էլ հաշվիչը վառվել է։ Ասում ենք, լավ, այսինչ ասում են, դե գիտեք ինչ կապ չունի, որ դա տեղի է ունեցել ժամանակավոր կառավարչի կառավարման ժամանակ, մեկը որ դե հեծում է խախտում ա եղել։ Ասում ենք, լավ, բայց ասենք հեծին զրկում եք լիցենզիայից ենթադրյալ խախտումների համար, եթե զրկում եք լիցենզիայից ենթադրում է, որ հեծը պետք է պատասխանատվություն կրի, բայց պարզվեց, որ ինչ խախտումների վրա հղում են անում, հիմա քանակների մասին էլ կասեմ ինչի մասին է, դրանք բոլորը տեղի են ունեցել օգոստոս, սեպտեմբեր, հուլիս, եթե դրանք խախտում են, սա էլ ուրիշ հարց է, որովհետև ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կային, ասենք կա ապա հավաքակցման ակտ, որը ստորագրված չի, որտեղ գրված է, որ այդ հաշվիչը հանելուց ինչ թիվ է եղել հաշվիչի վրա, եւ կա փորձագիտական եզրակացություն, որտեղ գրված է հաշվիչի ցուցատախտակը ընթեռնելի չի, հնարավոր չի տեսնել, փչացած է։ Ու մեկը չի, բազմաթիվ են տենց, այսինքն որ ապացույցը բացեցին կամ համարյա որ ապացույցը բացեցին, նմանատիպ խնդիրներ կար։ Ամբողջ դատական նիստի ընթացքում ես երևի մի հատ գործով էր, որ ինչ որ հնարավոր շեղում կար, այն էլ միջև վերջ պարզ չէր ինչ էր, որովհետեւ ոնց որ որը բացեցինք, ցույց տվեցինք խնդիր կար, որը բացեցինք, ցույց տվեցինք խնդիր կար, իսկ ՀՑԿ-ի արգումենտը հետեւյալն է, դե մեզ համար կարևոր չի ով է կառավարում, քանի որ հիմա ՀՑԿ-ն ես ստուգում եմ հեծին, հիմա շատ էլ որ ժամանակավոր կառավարիչն է, այդ խախտումները ես վերագրում եմ հեծին ու դրա հիմքով զրկում եմ, բայց ակնհայտ է որ դատարանը այդ մոտեցման հետ չի համաձայնվել եւ ինչն է շատ կարևոր, որ շատ հստակ արձանագրել է, որ հանձնում ընդունում չի եղել։ Նոր սպառողների սպառման համակարգերի էլեկտրական ցանցի միացման գործընթացում թույլ են տվել միացման ժամանակների խախտումներ մեծածավալ եւ բազմակի դեպքերով։ Ներողություն, նախորդ կետում նաեւ վերաբերվում էր նաեւ թերգրանցումներ, այն արևային կայանների թերգրանցումները էլի նույն վիճակում էր, որտեղ որ բացում ենք ամսաթիվ ենք փորձում նայենք, եթե ինչ որ անոմալիա կար, դրանց խախտում լինել չլինելն է շատ բարդ համարել, դրանք բոլորը վերաբերվում էին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ավելին թվերի հետ ակնհայտ մանիպուլյացիաներ կար։ Ասենք գրած է 130 բաժանորդի մոտ գտել են խախտում։ Դատարանը ասում են կարանք ճշտենք, որ 130, ասում են դե 130-ից ստուգել ենք 3-ի մոտ կար։ Ասում ենք լավ է, խախտումը 3-ի մոտ, ասում այո, այս որ ասել ենք 130, իրականում 130 չի, 3-ն է։ Ուղղակի 130, Չէ, նախորդ կետին իման դրացքն ասում ենք, ուզում եմ դա էլ ցույց տամ, որ թվերի մանիպուլյացիաների հարցեր կա։ Ասում եմ 130 մի դրվագն եմ բերում։ Սևան քաղաքում 130 բաժանորդի մոտ գտել ենք այսքան կիլովատ ժամի խախտում, 4 թիվ է գրած։ Ասում ենք լավ, կարանք ճշտենք որոնք են, ասում այս ապացույցները, ասում ենք այստեղ 3 է։ Ասում հա դե 130-ին որ ստուգել ենք 3-ի մոտ են գտել խախտում։ Ասում ենք լավ, բերեք իմ Ասում ենք 3-ը կարանք մի հատ ճշտենք ինչա, կա բանը, փորձաքննությունը։